Ժամը 15-ն է Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը։ Մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, իսկ ես Զաքարյան Անին եմ, ողջույն։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց, մեղադրանքի առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Դատարանը կալանքի որոշում է կայացրել նաև նրա մի խումբ օգնականների ու կողմնակիցների նկատմամբ։ Բագրատ Սրբազանին տեղափոխել են հանրության շրջանում որպես ԱԱԾ նկուղ անունով հայտնի Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, հայտնել է նրա փաստաբանը։ Դիտենք իմ գործընկեր Շանի Հովանեսյանի պատրաստած տեսանյութը։ Դատարանը կալանավորել է Բագրատ Սրբազանին և ևս 14 մարդու։ Քննչական կոմիտեն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ Սրբազան պայքարի խմբավորման անդամներն ու ղեկավարները մշակել էին ահաբեկչական գործողությունների ծրագիր։ Եղած ձայնագրությունները, տեսագրությունները, դիտումները, ներքին դիտումները, ընդ որում հələ պարզ չի ինչքանն է ճիշտ, ինչքանը սխալ, ինչքանը մոնտաժված, ինչը կոնտեքստից կտրված ակնհայտ ձայնագրություններ կա, որ քեզ սկսում է մի օր ավարտվում է հաջորդ օրը։ Կատարում են որոշակի ձևակերպումներ, որոնք միգուցե մի քիչ էքստրեմիստական են, բայց հստակ երևում է հաջորդը ասում է, չէ, դա չի կարելի, չէ, հանցագործություն է, չենք անելու։ Պաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ սահմանափակումներ չեն տեսնում։ Կալանքի որոշումը բողոքարկելու են եւ երկրի ներսում, եւ դրսում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բագրատ Սրբազանի հետ կապված 3 գործողություններ կատարած իրավապահներին ներկայացրել է պետական պարգևի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին եւ առավոտյան հարցը քննարկել եմ նաեւ Հանրապետության նախագահի հետ եւ կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման եւ պետական պարգևի։ Իմ ժողովրդին իր իշխանությունը հասնելու համար ավտոբուսի մեջ վառել ցանկացող, պետական մարդկանց, պետական այրերին պատի տեղ գնդակահարել ցանկացող մարդուն ԱԱԾ-ի պատվալ նետելը դա օրենքի խիստ պահանջ է։ Խիստ պահանջ։ Քննչական կոմիտեն նաև առավոտյան հայտարարություն տարածեց, որ խոզարկումների արդյունքում մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող նոր իրեր են հայտնաբերվել, այդ թվում փողոցում էլեկտրասնուցման եւ համացանցային կապի ապահովման տարրերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավետանգ առարկաներ։ Անի Հովանեսյան, Գևորգ Սյանոսյան, Open Media։ Հանրայինի եթերում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է մեջ բերեմ, ոչ թե հեղաշրջում, այլ տերորիստական ակտի նախապատրաստում էր այն, ինչ նախատեսում էր իրականացնել Սրբազան պայքարը։ Մենք որևիցե կերպ չէինք կարող տարբերություն դնել հոկտեմբերի 27-ի հետ, սա մի նոր հոկտեմբերի 27 էր, սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր, նպատակը Հայաստանում քաոս ստեղծելն էր, ասել է նա, շնորհակալություն հայտնելով իրավապահ մարմիններին, հատկապես ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին։ Համոզված եմ երեք բոլորդ հետևել եք իրադարձություններին եւ կարծում եմ կարեւոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն եւ բնականաբար նաեւ կանխվել է այդ պլանի իրագործումը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին եւ առավոտյան հարցը քննարկել եմ նաեւ Հանրապետության նախագահի հետ եւ կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման եւ պետական պարգևի։ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը տարածել է գործարարի հերթական հայտարարությունը։ Ներկա իշխանություններին հաջողվեց հերոսներին, գեներալներին ամբողջ էլիտային դասել Սևերի շարքը, գործարարները հայտնվեցին Սևերի դաշտում։ Այսպիսի տողերով է սկսվում նամակը, լսենք ամբողջական տարբերակը։
Ներկա իշխանություններին հաջողվեց հերոսներին, գեներալներին ամբողջ էլիտային դասել սևերի շարքը։ Գործարարները հայտնվեցին Սևերի դաշտում։ Ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ։ Բոլոր գործարարները հայտնվեցին Սևերի դաշտում։ Ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր։ Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը եւ սասանում է մեր երկրի ներքին ամրությունը։ Երկրի համար սրտացավ, անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ, ճաշակելով կալանավայրերի, խցերի քաղցրությունը։ Հարգանքի արժանացած տարբեր մարդիկ իրենց ընտանիքների հետ հալածվեցին, ստիպված լինելով լքել կամ չվերադառնալ իրենց հայրենիք։ Շատերին անձամբ եմ ճանաչում եւ նման իրավիճակում հայտնված անձանց անունները կարելի է երկար թվարկել։ Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ, մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը եւ անում իր գործը։ Սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումից, պառակտումից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը։ Պայքարելու ենք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հասցրել է արդեն 3 գրառում անել, այս անգամ ուղղված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ կաթողիկոս Գարեգին II հանդիպմանը։ Մեջբերեմ կուսակրոնության ուխտագիրը խախտած եւ Հիսուս Քրիստոսին դավաճանած խմբակն ինչ իրավունք ունի խոսել արդարության ու վստահելիության մասին։ Այդ խմբակն իրավունք չունի խոսել Մայրաթոռի անունից։ Մայրաթոռը պղծած կտրիչը պետք է հեռանա վեհարանից։ Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանի այց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի քրիստոնեաբար, վեհարանը վեհի։ Մեջբերման ավարտը։ Իսկ դրանից րոպեներ անց ընդարձակ գրառում է տեղադրել, լսենք։ Դիմանկար Լևոն Տեր-Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ։ Լինելով խորհրդային միության ՊԱԿ-ի, ԿԳԲ-ի հետ համագործակցող անձ, մամուլում ժամանակին եղել են դա ապացուցող հրապարակումներ։ 90-ականների սկզբին Հայաստանի անկախացման անխուսափելի գործընթացը ՊԱԿ-ի ազդեցությամբ գիտակցված առաջնորդել է դրա ռազմավարական անհնարինության ճանապարհով։ Հայաստանի անկախության առաջին տարիներից Հայաստանը վերեածել մարիոնետ պետության։ Ներքին կառավարման ոլորտում մշտապես դինելով իշխանության երկու խարիզմատիկ ներկայացուցիչների, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի ստվերում հանրության հիմնական ընկալումն այն էր, որ Լևոնը Վանոյի ու Վազգենի մոտ նախագահ է աշխատում, որդեգրել է Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին միմյանց դեմ լարելու եւ նրանց բախումները հրահրելու մարտավարություն, որպես բաժանիր, որ տիրես բանաձևի իրագործում։ Այս գործելակերպի առանցքային նպատակը եղել է ինքնիշխանության եւ անկախության ջատագովներ Վանո Սիրադեղյանին եւ Վազգեն Սարգսյանին չեզոքացնելը, որպես իշխանության հնարավոր ժառանգորդների եւ նրանց դաշինքը թույլ չտալը։ Այս նպատակով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանք է ներմուծել մարիոնետային գծի հետևորդ Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին։ Աշխարհաքաղաքական զարգացումների բարդ շրջանում առաջնորդվելով հիմնականում անձնական վախով եւ անպատասխանատվությամբ հրաժարական է տվել նախագահի պաշտոնից, մինչ այդ երաշխավորելով, որ իրենից հետո երկրում կձևավորվի ոչ լեգիտիմ իշխանություն, որպես երաշխիք մարիոնետային պետության ռազմավարության շարունակության։ 2007 թվականից վերսկսել է քաղաքական գործունեությունը, ինչպես հետագայում պիտի պարզվեր լինելով Ս. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի հավատարիմ ընդդիմություն։ Քաղաքական գործունեության վերսկսման հիմնական նպատակը Հայաստանի շեղումը մարիոնետային պետության գծից թույլ չտալն էր։ Դրա առանցքային երաշխիքն այն էր, որ եւ ընդդիմության եւ իշխանության առաջնորդները այդ գծի հավատավոր հետևորդներն են։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ չի համարձակվել տնից դուրս գալ։ Այդ օրն իրեն այցելած կտրիչ Ներսիսյանին առանձնատան դարպասներից ներս չի թողել։ Մարտի լույս 2-ի գիշերը հանգիստ քնել է Հայաստանի մարիոնետային ռազմավարության շարունակությունը համարելով երաշխավորված։ Հիմնական հատկանիշները՝ բախկոտ է կամ ազուր կամ պատասխանատու, ունի մարիոնետային հակումներ։ Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբարտավան, որևէ մարդու հետ իր շփումը օգտագործում է այդ մարդու դեմ, ատում է մարդկանց։ Զզվանքով է վերաբերում իր շրջապատի բոլոր այն մարդկանց, ովքեր խարիզմատիկ որևէ նշույլ ունեն։ Երջանիկ է զգում անդեմ, անողնաշար, անբան, կիսագրագետ եւ Վանո Սիրադեղյանի ասած՝ շատ կարդացած, քիչ հասկացած մարդկանց միջավայրում։
Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Facebook-ի իր էջում գրել է, որ որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով։ Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու եւ ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, նշել է նա։ Կառավարության նիստից հետո արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ։ Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա բավականին դրական մթնոլորտում է անցել։ Ընդհանուր առմամբ կարելի է գնահատել, որ այցը բավականին դրական մթնոլորտում էր անցել, ինչպես արդեն հրապարակված մամուլի հայտարարությունից վստահաբար ծանոթացել եք, քննարկվել են թե Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, թե տարածաշրջանային հարավային Կովկասի եւ ավելի լայն մերձավոր արևելքի տարածաշրջանի վերաբերող հարցեր արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են, ինչ վերաբերվում է մերձավոր արևելին, ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է, ամեն դեպքում այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք, թուրքական կողմի դիրքորոշումը կարծում եմ ծանոթ է բոլորին։ Արտգործնախարար Շարարատ Միրզոյանը պաշտոնական այցով Չինաստանում է եւ հասցրել է քննարկում ունենալ Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող դինամիկ աշխատանքը։ Անդրադառնալով Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին, Միրզոյանը նշել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը Չինաստանի հետ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի։ Արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ Միրզոյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, քննարկում է եղել տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերի, նաև Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովման ուղղված ջանքերի շուրջ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացման տեսլականին։ Տեղի է ունեցել հեռախոսազրույց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև նաև տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, որն այլ մանրամասներ չի հայտնել։ Վերջին մեկ օրվա ընթացքում 90 զոհ եւ 200 վիրավոր։ Իսրայելը հայտարարել է, որ Համասին ճնշելու համար է արվում այս ամենը, որպեսզի գերիներին ազատ արձակեն։ Հումանիտար խնդիրները գնալով սրվում են, բժշկական պարագաները չեն բավարարում այլևս եւ սղության խնդիր է առաջացել, քանի որ Իսրայելը թույլ չի տալիս Գազա մուտք գործի հումանիտար օգնություն առհասարակ։ Դիտենք ռեպորտաժը։ Վերջին 24 ժամում Գազայում ինտենսիվ ռազմական գործողություններ են։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը Իսրայելի արձակումից հետո հայտնել է առնվազն 90 զոհի եւ մոտ 200 վիրավորի մասին։ Ալ Ջազիրայի հրապարակած սահմռկեցուցիչ այս կադրերում երևում է, որ զոհերի թվում կան կանայք եւ երեխաներ։ Ցախալը հայտարարել է, որ իր թիրախները Համասի ռազմական օբյեկտներն են։ Իսրայելական կողմը պնդում է, որ գործողությունների նպատակը Համասի վրա ճնշում գործադրելն է, իրենց պատանդներին ազատ արձակելու համար։ Հիմնական հարվածները կենտրոնացել են Գազա քաղաքի Շուջայա թաղամասում, փախստականների ճամբարներում եւ սահմանային Ռաֆայի շրջակայքում։ Գազայում հումանիտար իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Հիվանդանոցները գերծանրաբեռնված են եւ չեն հերիքում դեղորայքը, վառելիքը եւ բժշկական պարագաները։ Առողջապահական եւ հումանիտար իրավիճակը Գազայում աղետալի է։ Օկուպացիայի պատճառով բժշկական պարագաներ չեն ներկրվում։ Հիվանդանոցները երկար ժամանակ չեն կարողանա շարունակել իրենց աշխատանքը այսպիսի լուրջ ճգնաժամի պայմաններում։ Գազայում սովի իրական վտանգ կա։ ՄԱԿ-ի բարենային համաշխարհային ծրագիրն է զգուշացնում։ Իսրայելը սահմանափակել է հումանիտար օգնության մուտքը Գազա։ Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը կոչ են անում հրադադար հաստատել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է այն, որ քաղաքացիական զոհեր կան, պահանջել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը։ Փորձագետները կարծում են, չնայած դիվանագիտական ջանքերին, խաղաղ կարգավորման հեռանկարը մնում է անորոշ։ Իդեպ Իսրայելը թիրախավորել է նաեւ արևմտյան ափի Ռամալա քաղաքի արակից քրիստոնեական գյուղերը, հրկիզելով տներ եւ մեքենաներ։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։
Ռուսական զորքերը շարունակում են առաջ շարժվել ռազմաճակատի գրեթե ամբողջ երկայնքով Դոնեցկի մարզի Նովոսերգեևկա եւ Շևչենկո բնակավայրերն անցել են ռուսական ստորաբաժանումների վերահսկողության տակ։ Երեք ռուսները գրավել էին Դնեպրոպետրովսկի մարզի սահմանին գտնվող Յալտա բնակավայրը։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական զորքերի կորուստներն անցած 1 օրում կազմել են ավելի քան 1400 մարդ։ Սեփական կորուստների տվյալներ ռուսական կողմն ավանդաբար չի հրապարակում։ Նշվում է նաեւ, որ շերտիրային հարվածներ են հասցվել հոբ ռադարային կայանների, դրոնների հավաքման վայրերի, զինամթերքի պահեստների եւ ուկրաինական զորքերի տեղակայման կետերի 152 շրջանում։ Ռուսական հոբ ուժերն անցած 24 ժամում խոցել են 205 անօդաչու թռչող սարք։ Նախորդին Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփն ասել է, որ Զելենսկին ամենաշատը ցանկանում է ստանալ Patriot հոբ համակարգեր, սակայն դրանք շատ դժվար է ձեռք բերել, քանի որ իրենց էլ են դրանք պետք։ Միջազգային լրահոսի մյուս ուշագրավ դրվագները մեկ տեսաշարով։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Ստրասբուրգում ստորագրել են համաձայնագիր Ուկրաինայի դեմ ագրեսիայի հարցով հատուկ տրիբունալ ստեղծելու մասին։ Նպատակը Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելն է, ինչպես նշված է փաստաթղթում, անթիվ ռազմական հանցագործությունների համար։ Նշվում է, որ գոյություն ունեցող միջազգային դատարանները, ներառյալ Հաագայի միջազգային քրեական դատարանը, չունեն Ռուսաստանի քաղաքացիներին հետապնդելու իրավասություն։ Զելենսկին հիշատակել է երկրորդ համաշխարհայինից հետո նացիստների դատավարությունը եւ Հարավսլավիայի պատերազմների ընթացքում ռազմական հանցագործությունները քննող Հաագայի տրիբունալը, որոնք ըստ նրա պետք է հիմք դառնան ռուս պաշտոնյաների պատասխանատվության համար։ Եվրամիությունը լսել է նախագահ Թրամփին եւ ավելի մեծ ջանքեր է գործադրում Եվրամիությունում պաշտպանության ծախսերը ավելացնելու համար, հայտարարել է միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մինչեւ այդ ընդառաջելով Սպիտակ տան ղեկավարի պահանջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գրել է. Հաագայում ձեզ սպասում է եւս մեծ հաջողություն։ Դա հեշտ չէր, բայց մենք ստիպեցինք բոլորին համաձայնել 5%-ի շուրջ։ Դա նշանակում է, որ դաշինքի անդամ պետություններն իրենց ռազմական ծախսերը կհասցնեն համախառն ներքին արդյունքի 5%-ին։ Կալասը կարծում է, որ պաշտպանության ծախսերի ավելացումը Ռուսաստանի նախագահ Պուտինի ագրեսիան հետ մղելու լավագույն միջոցն է։ Ես չեմ կարող կարդալ Պուտինի մտքերը, բայց նրա գործողություններին նայելով կարելի է ասել, որ նա հասկանում է միայն ուժը, ասել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը բացի Ուկրաինայից կարող է այլ տարածքային հավակնություններ ունենալ։ Հաագայում կայացած ասուլիսի ժամանակ հնչած հարցին Թրամփը կարճ պատասխանել է. դա հնարավոր է։ Թրամփը ենթադրում է, որ Պուտինը իրականում ցանկանում է դուրս գալ ստեղծված իրավիճակից Ուկրաինայի հետ հակամարտությունից։ Ինձ թվում է նա շփոթված է, նշել է Թրամփը։ Նա պատմել է, որ մշտական կապ է պահպանում Մոսկվայի հետ եւ վերջերս Պուտինն առաջարկել է օգնել Մերձավոր Արևելքում ճգնաժամի կարգավորման հարցում, ինչին Թրամփը պատասխանել է, որ նա նախ պետք է կարգավորի իր սեփական խնդիրները։ Ըստ նրա, Ուկրաինայում խաղաղության հասնելու բանակցությունները ավելի բարդ են, քան ինքը կարծում էր, իսկ նախագահ Պուտինը ել ավելի բարդ է։ Հարթության գործընթացի մյուս մասնակցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ գագաթնաժողովի շրջանակում հանդիպումը Թրամփը բնորոշել է լավ բառով։ Փակ դռների հետևում տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի զրույցը տևել է 50 րոպե։ Վլադիմիր Զելենսկին իր հերթին ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը անվանել է բովանդակային։ Ամպրոպ, փոթորիկ եւ զոհեր Փարիզում մոլեգնող տարերքի պատճառով 2 մահվան դեպք է գրանցվել։ 12-ամյա տղան մահացել է առվի մեջ ընկնելով, իսկ մի տղամարդ էլ մահացել է, երբ ամենագնացը վարելիս ծառը տապալել է նրա վրա։ Փարիզյան լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքում հեղեղվել են ոչ միայն փողոցները, այլ նաեւ մետրոյի կայարանները։ Ավելի քան 100,000 տուն մնացել է առանց հոսանքի։ Վերադառնանք Հայաստան հունիսի 24-ին Երևանում տեղի ունեցած եւ հանրային հնչեղություն ստացած վրաերթի ենթարկված մայրիկի ու նրա դստեր կյանքին վտանգ չի սպառնում։ Մայրը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ աղջիկը մի քանի օր կմնա Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հսկողության տակ։ Վրաերթը, որի մասին մենք տեսանյութ էինք պատրաստել, տեղի էր ունեցել Երևանում Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիոտնի համար նախատեսված վայրում։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Իսկ ես Անի Զաքարյանն եմ, ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք։